ընկերներ, ուրեմն այսօրվա մեր տասն է կենսատեխնոլոգիա, կենսատեխնոլոգիայի ներկան եւ ապագան, բայց մինչև կենսատեխնոլոգիայի ներկայից եւ ապագայից խոսելը, ուզում եմ որ ծանոթանանք, թե ինչ է կենսատեխնոլոգիա։ Դրա համար ուզում եմ մի փոքր հայտարարություն անցկացնել հարցերով, տեսնեմ արդյոք դուք գիտեք ինչ է կենսատեխնոլոգիան։ Խնդրում եմ կպատասխանեք ձեր կողմ, ովքեր որ կուզենան իրենց կարծիքները հայտնեն, ձեր կբարձրացնեն, ես կհարցնեմ։ Կենսատեխնոլոգիա ասելով ինչ եք հասկանում։ Խնդրեմ։ Ձեր կարծիքները, ձեզ ծանոթ եք կամ գիտեք ինչ է նշանակում կենսատեխնոլոգիա։ Արսաննա, կենսական տեխնոլոգիա, ունեք կարծիքներ, կենսական տեխնոլոգիա։ Չունեք եք կարծիքներ, որևէ մեկը կենսատեխնոլոգիայի մասին ինչ-որ ինֆորմացիա չի լսել։ Այս բառը ձեզ անծանոթ էր, թե ծանոթ։ Անծանոթ էր։ Ահա, կենսատեխնոլոգիա, այսօրվա մեր դասի նպատակն է, որպեսզի դուք իմանաք, թե ինչ է իրենց ներկայացնում կենսատեխնոլոգիան, ինչ բնագավառներից է կազմված, որն է նրա դրական եւ որն է նրա բացասական կողմերը եւ ինչպես այն կարող է ազդել ձեր կյանքի վրա։ Եվ այս դասը սովորելուց հետո դուք կարողանաք կապել ձեր կյանքի հետ, ձեր առողջության հետ կապված, արդյոք կապված է կենսատեխնոլոգիան ձեր առողջության հետ։ Կենսատեխնոլոգիա հայերեն բառայով կենսաբանություն եւ տեխնոլոգիա բառերի համադրությունն է, սա մի ամբողջ գիտություն է։ Դուք կարող եք մեկը կարդալ, ես պատրաստել եմ այս փոքրիկ տեսասահիկը ընդհանուր տեղեկություն հայտնելու համար կենսատեխնոլոգիայի մասին։ Խնդրեմ ասացիք, կարող ես կարդալ։ Կենսատեխնոլոգիա հասկացությունը ընդգրկում է մարդու նպատակից կախված կենդանի օրգանիզմների գործընթացների փոփոխման լայն տիրույթներ, այսինքն կենսատեխնոլոգիա հասկացությունը ընդգրկում է մարդու նպատակից կախված։ Ուրեմն, նստի Ազատության ամենաառաջինը կենսատեխնոլոգիան կախված է ումից մարդու նպատակից։ Մարդու նպատակից կախված ինչն է կենդանի օրգանիզմների գործընթացների փոփոխման լայն տիրույթ։ Այսինքն սա մի գիտություն է, մի բնագավառ է, որը զբաղվում է կենդանի օրգանիզմների գործընթացների փոփոխման, սկսած ինչից, Հողարջան, շարունակի սկսած կենդանիների ընտելացումից, բույսերի գործընթացումից և արհեստական ընտրության կամ ինֆիլտրացիոն միջոցով խոչընդոտման գործընթացի բարելավումից։ Ահա, այստեղ ձեզ անձանոթ կարգ է, սկսած կենդանիների ընտելացումից, հասկանում եք, ինչ է կենդանիների ընտելացումը, հասկանում եք ինչ է։ Եվ որ դուք ասում եք կենդանիներին, պահում եք այդ կենդանիներին, դառնում եք նրանք տնային կենդանիներ։ Բույսի կուլտիվացում, այսինքն մենք բույսերը մշակում ենք։ Արհեստական ընտրության կամ հիբրիդացման միջոցով խաչասերման գործընթացների բարելավում։ Արհեստական ընտրություն կատարում է մարդը, այսինքն մարդը ընտրում է բույսեր, մարդը ընտրում է կենդանիներ, դրանք խաչասերում է, իրավունք ստանում է հիբրիդներ իր նպատակի համար օգտագործելու համար։ Կենսատեխնոլոգիա կամ բիոտեխնոլոգիա։ Ինչ է, նոր ասեցինք, սա մի բնագավառ է, բայց որ բնագավառն է, որ գիտության բնագավառն է սա, կենսաբանության, այո, կենսաբանության բնագավառ է, որը ընդգրկում է կենդանի օրգանիզմների միջոցով արտադրանքների ստացում կամ կենսաբանական համակարգերի տեխնոլոգիաների կիրառում։ Այսինքն, սա մի մեծ գիտություն է, որը կենսաբանության մաս է կազմում, որտեղ օգտագործելով կենդանի օրգանիզմների մի գիտություն է, բնագավառ է, որը օգտագործելով կենդանի համակարգերը եւ կենդանի օրգանիզմները, դրանց միջոցով ստանում է արտադրանք։ Եվ այն ունի տարբեր ճյուղեր, տարբեր բաղադրամասեր է ստանում, տեխնոլոգիական տարբեր բաղադրամասեր։ Հիմա նայենք, ինչ հիմնական արդյունաբերական ոլորտներում է օգտագործվում կենսատեխնոլոգիան։ Կիրառվում է 4
մեկը առողջապահություն, այսինքն բժշկական նպատակներով, գյուղատնտեսություն, երբ որ ստանում են մշակաբույսերի արտադրություն իրականացվում, օրինակ ասենք եգիպտացորենի արտադրություն, սննդային, երբ որ սննդամթերքներ են ստանում եւ արդյունաբերական կիրառում, ինչպես նաեւ կենսատեխնոլոգիայի կիրառումներից մեկը միկրոօրգանիզմների ուղղակի օգտագործումն է օրգանական արտադրանքների ստացման մեջ։ Ինչ է նշանակում միկրոօրգանիզմները, դրանք վիրուսները, բակտերիաները, սիրկերն են, եւ ինչ է նշանակում օրգանական արտադրանքներ, այ օրինակ դրված է գարեջրի եւ կաթի արտադրության մեջ։ Այսինքն կաթը, որը որ դուք խմում եք, այ ինչպես է կապված ձեր կյանքի հետ, կաթը, որը որ դուք խմում եք, կենսատեխնոլոգիան կիրառվում է նաև մի շատ կարևոր արտադրության մեջ, թափոնների վերամշակման մեջ, որտեղ ուրեմն որիշտորիկ տարածքները մաքրվում է արտադրական թափոններից, այդ ճյուղը կոչվում է բիոռեմեդիացիա։ Հաջորդը, ուրեմն կենսատեխնոլոգիայի ուղղություններից են, կենսատեխնոլոգիայի ուղղությունները բազմազան են, ես ընտրել եմ մի քանիսը, կենսաինֆորմատիկա, որը անվանում են ոսկե կենսատեխնոլոգիա, սա ուրեմն կենսաբանական խնդիրներ ուսումնասիրում է համակարգչային տեխնիկաներով եւ հնարավոր է դարձնում կենսաբանական տվյալների արագ ստացումը, ինչպես նաև վերլուծությունը։ Հաջորդ ճյուղը կոչվում է կապույտ կենսատեխնոլոգիա, որը որ ես գույներով փորձել եմ նաև ցույց տալ իրենց ճյուղերը, իրենց գույներով, կապույտ կենսատեխնոլոգիան հիմնված է ծովային ռեսուրսների շահագործման, արտադրանքների եւ արդյունաբերական կիրառությունների վրա։ Հաջորդը տեսնում եք կանաչ գույնով, որովհետև կոչվում է կանաչ կենսատեխնոլոգիա, կիրառվում է գյուղատնտեսական գործընթացներում, օրինակ բույսերի ընտրությունը, բույսերի ընտելացումը բազմացման միջոցով միկրոկլոնալ, այսինքն փոքրիկ հյուսվածքային կուլտուրաներով մենք հետագայում կանցնենք այս պրոցեսները, ինչ է, ուրեմն այդպիսի բազմացման միջոցով, կլոնավորման բազմացման միջոցով է ստացվում։ Դրա վառ օրինակը ուրեմն կանաչ տեխնոլոգիայի բնապահպանական լուծումներն են եւ այնպիսի բույսեր են ստեղծում, որոնք կարող են արտադրել պեստիցիդներ, որը որ շատ կարեւոր է բնության պահպանության հարցում։ Հաջորդ ճյուղը կարմիր տեխնոլոգիա է կոչվում, կենսատեխնոլոգիա, սա բժշկական եւ տեղաբանական արտադրություններում եւ առողջապահության մեջ է օգտագործվում այս տեխնոլոգիան եւ ընդգրկում է, տեսեք, պատվաստանյութերի եւ հակաբիոտիկների ստացումը։ Հաջորդը կոչվում է դեղին կենսատեխնոլոգիա եւ դեղին գույնով են ներկել, վերաբերվում է կիրառման է կենսատեխնոլոգիայի սննդի մեջ, սննդի արտադրությունում, օրինակ խմորման միջոցով գինու, պանրի եւ գարեջրի արտադրության մեջ։ Հաջորդ ճյուղը կոչվում է մոխրագույն կենսատեխնոլոգիա, եւ սա նվիրված է միջավայրային կիրառությունների, շրջակա միջավայրի եւ կենտրոնացած է կենսաբազմազանության պահպանման եւ աղտոտիչների վերաբաշխման վրա, այսինքն շրջակա միջավայրի պահպանությանն է նվիրված։ Հաջորդը, այստեղ ես գրել եմ տարբերանշանը նաև ցույց եմ տվել, սա մութ կենսատեխնոլոգիա է կոչվում եւ սա փոխկապակցված է կենսաբանական ահաբեկչության կամ կենսաբանական զենքի եւ կենսաբանական պատերազմի հետ։ Ինչ է նշանակում կենսաբանական զենք, ինչ է նշանակում կենսաբանական պատերազմ։ Այսինքն սա մի ճյուղ է, որը ստեղծում է այնպիսի զենքեր եւ որտեղ օգտագործում են միկրոօրգանիզմներ, օգտագործում են տոքսինները թույներն են, կենսաբանական զենք, այսինքն դրանով դա զենք է, կենտրոնի օրգանիզմների միջոցով կարողանում են պատերազմել եւ այնտեղ օգտագործում են միկրոօրգանիզմները եւ նրանց արտադրած թույները, որոնք կոչվում են տոքսիններ, որոնք առաջացնում են մշակաբույսերի, ինչպես նաեւ կենդանիների ու մարդկանց հիվանդություններ եւ մահ։ Այսինքն սրանից հետևում է, որ սա ինչպես կարող է կապված լինել բոլորիս կյանքի եւ առողջության հետ շատ ուղղակի ձևով։ Եվ չմոռանանք նաեւ նշել, որ բժշկության մեջ ժամանակակից կենսատեխնոլոգիան բազմաթիվ կիրառություններ ունի,
եւ այնպիսի բնակավարներում, որոնցից են օրինակ դեղանյութերի հայտնաբերումը եւ արտադրումը եւ ինչպես նաեւ ֆարմակո գենոմիկան եւ գենետիկական թեստավորումը կամ որ նույնն է գենետիկական սկրինինգը։ Ես շատ փոքր քիչ տեղեկություն եմ վերցրել, որովհետև սա լայն բնագավառ է, սա մեծ գիտություն է, զարգացող գիտություն է եւ գիտելիքները շատ են, տեղեկությունները շատ բազմազան են։ Ինչպես տեսակ, սա մի ճյուղ է կենսաբանության մեջ, որը որ առնչվում է ամեն ինչի հետ եւ մարդու կյանքի եւ առողջության վրա կարող է թողնել ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն։ Մարդու կյանքի բարելավման վրա կարող է թողնել ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն։